Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ողջունում ենք բոլորիդ, այսօր մենք ներկայացնելու ենք միասնության թևեր քաղաքական նախաձեռնության նոր տնտեսական մոդելը, որը հիմնված է 7 առանցքային ուղղությունների վրա։ Մենք այսօր ոչ միայն խոսելու ենք զուտ պարզապես տնտեսության քաղաքականության մասին, այլ առհասարակ խոսելու ենք մեր տնտեսական ապագայի մասին։ Մենք պետք է այսօր իրար հետ պայմանավորվենք եւ հստակ արձանագրենք, որ տասնամյակներ շարունակ մեր կողմից կառուցված եւ գործող տնտեսական մոդելը արդյունավետ չի եղել։ Եվ մենք գիտենք, թե այդպիսի մոդել ինչպես պետք է կառուցենք։ Եվ այդ մոդելի մասին այսօր մենք պետք է խոսենք։ Առաջին ուղղությունը, հենասյունը, առաջին ուղղությունը դա ընդհանրապես մենք պետք է ոչ թե սկզբից խոսենք թվերից, այլ պետք է խոսենք ընդհանրապես որտեղ ենք մենք։ Նախ մեր տեղը եւ դիրքը ընդհանուր թե աշխարհում, թե համաշխարհային տնտեսության մեջ։ Հետևաբար մենք պետք է հասկանանք, թե լինելով փոքր երկիր, լինելով փոքր ռեսուրսներ ունեցող Հայաստան, ինչպես կարող ենք դիրքավորվել աշխարհում եւ ինչպես կարող ենք ունենալ ոչ թե սպառման վրա հիմնված տնտեսություն, այլ արտահանելի տնտեսություն։ Մենք ասում ենք, որ ընդհանրապես Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական եւ արդյունաբերական հանգույց։ Սա գրեթե բանաձև է, պոստուլատ է, որին որ մենք պետք է հետևենք։ Ինչպես մենք դրա ռազմավարությունները ունենք եւ ընդհանուր ուղենիշները այսօր պետք է քննարկենք։ Հայաստանը պետք է համաշխարհային տնտեսության մեջ ունենա իր նիշան։ Ինքը պետք է գիտակցի եւ գտնի այն ապրանքների եւ ծառայությունների բարձր տեխնոլոգիական, արժեքահեն, գիտելիքահեն, այն արտադրանքը, թողարկումը, որը ծառայությունների եւ ապրանքների համախումբն է, պետք է գտնի իր նիշան ամբողջ աշխարհում եւ ամբողջ աշխարհին մատակարարի բարձր տեխնոլոգիական եւ գիտելիքահեն թե ծառայություններ, թե ապրանքներ։ Սա է մեր մոդելի հիմքում դրված փոքր երկրի հայեցակարգի հիման վրա գրած մեր գիտակցությունը, որն է մեր տեղը համաշխարհային տնտեսության մեջ։ Սա ամենակարևորն է։ Հետևաբար մեր հաղթող մոդելի բանաձևը հետևյալն է. նիշա, արագություն, տեխնոլոգիա, ինստիտուտներ։ Եթե ամփոփենք, ապա Հայաստանը փոքր է չափերով, բայց մեծ է տնտեսական դերակատարմամբ։ Սա առաջին առանցքային ուղղության բանաձևն է, որ մենք իրար հետ դուրս ենք բերում։ Հաջորդ։ Երկրորդ առանցքային ուղղությունը։ Լավ, մենք իրար հետ հասկացանք, թե որն է Հայաստանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ եւ փոքր երկրի հայեցակարգի հիման վրա հասկացանք, թե ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք։ Հիմա հարցի պատասխանը մենք պարզ կերպով ասում ենք. աճը, տնտեսական աճը, տնտեսության զարգացումը չի պայմանավորվում առևտրով, շինարարությամբ եւ ներքին սպառում ունեցող ծառայություններով։ Մենք մի շատ կարևոր բան պետք է իրար հետ հասկանանք։ Առևտուրը, որը Նաև վերջի հունվար-դեկտեմբեր տնտեսական ցուցանիշները, եթե դուք նայում եք ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված, չէ, վերջերս հրապարակվել են, մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ 9.1%, բայց դրա շարժիչ ուժերը առևտուրն ու շինարարությունն են։ Ինչ է առևտուրը։ Առևտուրը արժեք չստեղծող տնտեսության ճյուղ է, ժողովուրդ։ Ինչ է դա նշանակում, դա մի կողմից արտադրողից դեպի վերջնական սպառող ապրանքների տեղափոխումն է։ Հիմա եթե մենք պատկերացնենք, թե մեր ամբողջ առևտուրը ինչպիսի ապրանքներ է տեղափոխում դեպի մեր սպառողներին, մենք պետք է հասկանանք, որ մենք ըստ էության ներմուծող երկիր ենք, մենք արտադրող երկիր չենք։ Եվ ներմուծված ապրանքները մեր առևտրի ոլորտի միջոցով տեղափոխում ենք վերջնական սպառում, ըստ էության վերջնական սպառողը ֆինանսավորում է այլ երկրների տնտեսությունը։ Հնան։ Հետևաբար մենք ասում ենք, որ մենք պետք է սպառման մոդելից
անցում կատարենք դեպի արտադրություն եւ արտահանելի ոլորտ։ Բնականաբար, եթե դու չունես արտադրողականություն, չունես արդյունաբերություն, չունես պոտենցիալ եւ աշխարհին չես առաջարկում քո արտադրանքը, թողարկում ասելով հասկանանք, արտադրանք ասելով հասկանանք գիտելիքային եւ բարձր տեխնոլոգիական ապրանք եւ ծառայություն։ Եթե դու չես առաջարկում, դու սպառում ես, դու դառնում ես ամբողջ աշխարհում մի երկրորդական դերակատարում ունեցող մի տարածք։ Նույնիսկ դու քո ինքնիշխանությունը նաեւ տնտեսական առումով ըստ էության կորցնում ես։ Հետևաբար մենք գնում ենք արդյունաբերական երկիր կառուցելու ճանապարհով։ Եվ մեր արդյունաբերականացման կամ հիմքում դրված է արդյունաբերական գոտիների, կլաստերների կառուցելու գաղափարախոսությունը։ Բայց արդյունաբերական գոտի կառուցելուց առաջ մենք պետք է հասկանանք, չէ՞ որ մենք Հայաստանը պետք է աշխարհից կտրված չպատկերացնենք։ Լոգիստիկ հանգույցները, լոգիստիկ ենթակառուցվածքները, արդյոք մենք ունենք այդպիսի հասանելիություն։ Ոչ, այս պահին ոչ։ Մեր աշխարհագրական դիրքը մենք չենք գնահատում որպես սահմանափակում։ Մեր աշխարհագրական դիրքը մենք գնահատում ենք որպես մարտահրավեր, որը մեզ ստիպում է, որ մենք կառուցենք աշխարհին կապող մի ենթակառուցվածք, որտեղ որ Հայաստանը կունենա իր դերակատարումը։ Մենք այդտեղ դնում ենք 3 շատ կարևոր գաղափարախոսություն. հյուսիս-հարավ ավտոմայրուղի, հյուսիս-հարավ երկաթգիծ, արևելք-արևմուտք երկաթգիծ։ Եվ սա այն չի, ինչ որ այսօր ըստ էության առաջարկում է այսօրվա իշխանությունը։ Թերևս հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ կապված կատարում են որոշակի աշխատանքներ, բայց դրանք մեզ չեն գոհացնում։ Հետևաբար, ունենալով ենթահամակարգ, այդ ենթահամակարգերի շուրջ կառուցելով արդյունաբերական գոտիներ, մենք ըստ էության արդյունաբերականացնում ենք ամբողջ Հայաստանը։ Իսկ տնտեսական գոտիները, ներողություն, արդյունաբերական գոտիները կլաստերներում մենք արտադրելու ենք, թողարկելու ենք բարձր տեխնոլոգիական այնպիսի արտադրանք, որի ճնշող մեծամասնությունը պետք է արտահանվի Հայաստանից, արտահանվի եւ դրանով մենք ունենանք մեր նիշան։